Էդ Շիրան եւ Բոչելլին էին մեր եթերում, տեսնես Էդ Շիրանը եւ Բոչելլիի վերջին զանգերը ինչպես են անցել։ Վերջին զանգը եղել է վերջին դաս։ Կամ նա հաստատ եղել է, բայց համոզված եմ, որ հիմա կիմանանք թե ինչպիսին է լինելու վերջին զանգը եւ վերջին դասը մեր այսօրվա առօրյայում եւ սա ակտուալ է, քանի որ մի քանի օրից է արդեն այդ ամենը գալիս։ Ընդամենը մեկ շաբաթից դպրոցներում կավարտվեն դասերն ու կհնչի վերջին զանգը։ Արդեն երկրորդ տարին է, որ ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է վերջին զանգը վերածել մշակութային միջոցառման, առաջարկելով անգամ խորագիր։ Ինչպիսին պիտի լինի մշակութային վերջին զանգը, ինչպես են ընտրվելու լավագույն դպրոցներն ու ինչ է տեղի ունենալու մայիսի 22-ին, մեր տաղավարում է ԿԳՄՍ փոխնախարար Ալեքսիա Սվաջյանը, ում հետ կզրուցենք հենց այս թեմայի շուրջ։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ես ըստ երևույթի արդեն 3-րդ տարի է իրար հետևից այդ հարցը տալիս եմ, բայց կամ մոռանում եմ, կամ պատասխանը ինձ չի հագեցնում, այսպես ասած, ինչ է նշանակում մշակութային։ Իսկ մինչև ամեն ինչ ոչ մշակութային էր, թե դրանց հետո է լինելու ոչ մշակութային։ Ինչ է նշանակում մշակութային։ Կարծում եմ վերջին ժամանակաշրջանում տարիներին կամ նույնիսկ վերջին տասնամյակների ընթացքում վերջին զանգի միջոցառումը կամ վերջին դասը, ինչպես կուզենք կարող ենք կոչել երեխաները եւ դպրոցը իրենք պիտի կոչեն, ի վերջո խորհուրդը երեխաների ավարտելու հետ կապված դպրոցին հրաժեշտի միջոցառում է, որը յուրաքանչյուր դասարան եւ յուրաքանչյուր դպրոց իր ձևով կարող է կազմակերպել։ Բայց մենք տարիներ շարունակ մի զարգացում ենք ունեցել, որի շրջանակում այն բնական ու երեխաների հրաժեշտից բխող միջոցառումները, որոնք պիտի լինեին դպրոցում, այդպիսիք չէին միջոցառումները, այ ավելի շատ արհեստական, ավելի այսպես հիմա էլ ենք մենք մրցակցությունը խթանում, բայց խթանում ենք երեխաների ստեղծագործականության մրցակցության շրջանակում։ Կարծում եմ գաղտնիք չի, բոլորս տեղյակ ենք, թե ինչպիսի մասշտաբներով էին դպրոցները երբեմն պատրաստվում, վերջին զանգի գրված սցենարներ, տեսանկարահանումներ, ֆոտոնկարահանումներ, հատուկ հագուստ, հատուկ խնջույքներ, որոնք ընտանիքների համար բավական մեծ բեռ էին դառնում, բնականաբար կան ընտանիքներում համար դա հնարավորություն է, կարողանում են անել, բայց շատ թվով ընտանիքների համար դա բեռ է դառնում, դպրոցի նկատմամբ որոշակի վերաբերմունք, նվերներ եւ այլն։ Բնականաբար սա խեղաթյուրում է այն ամբողջ գաղափարը, որը վերջին զանգի եւ դպրոցի հրաժեշտի շրջանակում պիտի տեղի ունենա։ Իհարկե որևէ մեկը չի հերքում, որ ուսուցիչները, որոնք երկար տարիներ դասավանդել են իրենց աշակերտներին, արժանի են, որ ծաղիկներ նվերներ ստանան։ Իհարկե որևէ մեկը չի հերքում, որ երեխաները ուզում են այդ օրը նոր գեղեցիկ հագուստով բեմ բարձրանալ։ Իհարկե որևէ մեկը չի հերքում, որ իրենք այդ օր ուզում են խնջույք ունենալ եւ ուրախանալ, բայց ամեն ինչ պիտի լինի դպրոցականին հարիր, դպրոցին հարիր եւ այն շրջանակում, որը երեխան ինքը կարող է ստեղծագործել, չէ՞ որ երեխան 9 կամ 12 տարի սովորել է տվյալ դպրոցում, ավագ դպրոցների պարագայում 3 տարի եւ մեր ողջ կրթական գործընթացը հիմա կենտրոնացած է այն ուղղությամբ, որ երեխաները ոչ միայն ակադեմիական գիտելիքներ ստանան դպրոցում, այլ իրենց ստեղծագործական մտածողությունը, քննադատական մտածողությունը եւ նորարարական մտածողությունը մի շարք այլ կարողություններ զարգանան, որոնք պիտի իրեն օգնեն կյանքում հաջողությունների հասնել։ Եվ այդ հրաժեշտի արարողությունը պիտի լինի հենց երեխաների կողմից ստեղծված, երեխաների կողմից բեմադրված, երեխաների կողմից դեկորացիաները ստեղծված, իրենց գաղափարների շուրջ։ Եվ մենք նախորդ տարվանից փորձել ենք խթանել, որպեսզի երեխաները հենց իրենք զբաղվեն այդ գործով, եւ մենք ունեցել ենք շատ հետաքրքիր անցյալ տարի հայտեր եւ նաեւ հաղթանակող դպրոցներ, որոնք փորձել են իրենց գաղափարներով ներկայանալ։ Ձեր հարցին անդրադառնալով իհարկե միշտ էլ եղել են մշակութային վերջին զանգերը, որովհետև եթե բարձրանում են բեն, ստեղծագործություններ են արտասանում, երգում են, պարում են, ասմունքում են եւ այլն, դա բնականաբար արվեստ է ու մշակույթ է, բայց որքանով է դա երեխաներինը, որքանով են երեխաները իրենց դասարանով նստել եւ որոշել, որ այս ուսուցչին այս խոսքն են ուզում հղել, այս ստեղծագործությամբ այսպես են ուզում իրենց դպրոցին հրաժեշտ տալ։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները անեն այդ աշխատանքը։ Մենք ուզում ենք, որ ծնողները ստիպված չլինեն մեծ գումարներ ծախսել, որպեսզի 4 կամերա եւ դրոններով նկարահանվի այդ միջոցառումի, վերջը դպրոցական միջոցառում է։
Այսինքն մոտեցումն է փոխվել մեծ հաշվով։ Մարդիկ կարող են նորից անել դպրոցում ցերեկույթ, նորից կարող են մեծարել իրենց ուսուցիչներին։ Իսկ մոտեցումն է փոխվել այն առումով, որ ճիշտ է, որ երեխաները փորձեն գծել սցենար ասվածը, այլ ոչ թե ինչ որ վճարեն, այլ վարձակալություն անեն, քանի որ այո, իսկապես կար այդպիսի մի բան, երբ միգուցե սա շատ չհնչի, բայց $1000 կարող են վճարել, որևիցե մեկը իրենց համար սցենար գրել։ Նույն միջոցառումը հնարավոր է իրականացնել դպրոցի շրջանակներում երեխաների ստեղծագործած սցենարներով։ Բնականաբար, երբեմն մեզ հասնում են ահազանգեր խեղաթյուրված, այսպես այս տեղեկատվության վերաբերյալ, որ մենք թույլ չենք տալիս վերջին զանգի միջոցառում անել եւ այլն, չկա նման բան բնականաբար, ընդհակառակը խրախուսում ենք, որ երեխաները ուրախությամբ եւ լավ հրաժեշտ տան դպրոցին եւ շարունակեն իրենց կրթական ճանապարհը կամ միգուցե որոշում են աշխատել, բայց ամեն ինչ պիտի լինի խելամիտ եւ ամեն ինչ պիտի լինի դպրոցին հարիր։ Սա ինձ թվում է թող ինձ բոլորներն ոչ թե դպրոցականների եւ իրենց ծնողների խնդիրն է կամ ԿԳՄՍ-ի, այլ մեր հասարակության։ Հասկանում եք, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ երեխաները պետք է ինքնուրույն գրեն, երեխաները պետք է իրենց ասելիքը ասեն, քանի դպրոց կա մեր երկրում այսօր մի ձեռքից մատի վրա կարամ հաշվի մատների վրա, որտեղ որ իսկապես այդպիսի երեխաներ են դաստիարակվում եւ իրենց մոտ առաջին դասարանից երեխաները ստեղծագործում են, արարում են, ստեղծում են, մնացած դպրոցներում ցավոք սրտի դա այդպես չի։ Եվ շատ դպրոցներում 12-րդ դասարանի երեխաները մտածում են մենակ նրա մասին, որ առավոտվանց երեկոյան պարապեն, գնան ընդունում են բու, պարզ չի, պետք է դա իրեն ապագայում պետք չի։ Այսինքն որ ժամանակ ունեն սցենար գրելու, ոչ ցանկություն ունեն սցենար գրելու։ Ես հիշում եմ, որ քանի որ տարիքով ամենամեծը ես եմ։ Մեր ժամանակ կար բարի ճարաճի ավանդույթ, որ վերջի զանգին Երևանի բոլոր դպրոցներից երեխաները, աղջիկները, տղաները հավաքում էին հրապարակի կենտրոնում եւ մտնում էին շատրվանների մեջ։ Դա էր մեր ուրախությունը, դա էր մեր ըմբոստությունը, դա էր որ մենք ասում ենք մենք այդքան մեծացանք, մենք էլ մտանք դուրս եկանք։ Միգուցե այդպիսի ավանդույթների մասին է պետք մտածել։ Տեսեք որ մենք դուք հիմա այս բանին խուսափում եք ինչ որ արհեստական բաներից, որ ինչ որ մի հատ ջաջա չգա սցենար չգրի ավելորդ դրամահավաքներ որտեղ 12-րդ դասարան տղաներ արդեն sense թրաշով բանով իրենք էլ ձաձաներ էլի շատ դեպքերում ամանչում են ինչ որ բաներ ասել բայց էլ ավելի արհեստական է լինում որովհետև հիմա այն ինչ որ մարդիկ գիտեին առաջ որ հաստատ տենց է լինելու հիմա միգուցե թաքցնում են կամ ոնց եք ստուգում լավ այդ սցենարը ես եմ գրել $1000 թե իրենց դասանի Պետրոսյան Ղուկասն է գրել ոնց է դա անում Իրականում այդ խնդիրը բնականաբար կարող է լինել, բայց դժվար չի տարբերակել դա պրոֆեսիոնալ սցենարիստի կողմից գրված սցենար է, թե երեխաների ստեղծագործությունն է։ Պրոֆեսիոնալ սցենարիստը պետք է նենց գրի, որ պարզ լինի, որ դա երեխաների համար է։ Բնականաբար, բայց մենք ոստիկանություն չենք եւ մենք ընդհանրապես քաջալերում ենք երեխաներին ստեղծագործել եւ իրենց խոսքը առաջին դասարանից է պետք քաջալերել։ Առաջին դասարանից ոչ թե 9-րդ եւ 10-րդ։ Բնականաբար եւ ես չեմ համաձայնի ձեր այն մտքի հետ, որ ընդամենը 5 դպրոցում են երեխաները ստեղծագործում, ձեր ինֆորմացիան մի քիչ հնացած է կարծում եմ։ Քանի դպրոցում են ստեղծագործում։ Հիմա կամ բավականին նոր չափանիշներ 1400 դպրոցում էլ մեր երեխաները սկսել են ստեղծագործել։ Ստեղծագործելը հարաբերական հասկացություն է, բայց մենք 3 տարի արդեն ներդրել ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որի շրջանակում դպրոցում իրականացվող ուսումնական գործընթացը բավական փոխվել է։ Իհարկե, ես չեմ կարող ասել, որ մենք ունենք գերազանց արդյունքներ, բայց օրինակ 7-րդ դասարանից սկսած բոլոր երեխաները ամեն կիսամյակ առնվազն 1 նախագծային աշխատանք են անում։ Այո։ Ինչը նշանակում է իրենք վերցնում են մի թեմա, այդ թեմայի շուրջ ուսումնասիրություն են անում, հետազոտություն են անում, փորձում են ողջել ինչ վերաբերմունք ունեն իրենք այդ երևույթի հանդեպ։ Ես ալմոլորակային եմ եւ 4 երեխա չեմ ունեցել։ Հիմա հարց եմ ուզում տամ ձեզ, քանի հայկական միջնակարգ եւ բարձ չէ ավագ դպրոցներում գոյություն ունի եւ աշխատում է թատերական խմբակներ։ Ես հիմա թվով չեմ կարող ձեզ ասել։ Հազարավորներ ունեն։ Բայց ձեզ ասեմ, որ բոլոր դպրոցները կրկին չափորոշիչի շրջանակում ունեն որոշակի ժամեր ամեն տարվա համար, որոնք իրենք կարող են հատկացնել իրենց աշակերտների հետ զրույցի արդյունքում այն խմբակներին,
որոնք իրենք ուզում են ունենալ։ Թատերական Եվ խմբակի մասին։ ունենք դպրոցներ, որոնք ունեն թատերական, իհարկե շատ չի, բայց մենք այստեղ մի փոքր տարբերակված քաղաքականություն ենք տանում։ Քաղաքային բնակավայրերում, որտեղ կան նաև մշակույթի տներ, տարբեր հնարավորություններ, քաղաքում բնակվող երեխաները պարտադիր չի դպրոցում թատերական խմբակի հաճախ են, իրենք օրինակ կարող են տարբեր, թեև դպրոցն էլ կարող են ներդնել, բայց այ գյուղական բնակավայրերում, որտեղ երեխաների, իսկ մեր 800-ից ավելի դպրոցները գյուղական բնակավայրերում են եւ փոքր դպրոցներ են, երեխան ունի հնարավորություն եւ գյուղական բնակավայրի դպրոցը պիտի հենց այդպիսի ծառայություններ առաջարկի, տարաբնույթ խմբակներ եւ այս ուղղությամբ իրենց հետ իհարկե մեծ ծավալի աշխատանք անում ենք։ Բնականաբար ունենք խմբակներ, որոնք այնքան էլ բովանդակություն չունեն, բայց այս պահին առկա են դրանց վրա աշխատում ենք, որ փոխվեն, կան բաներ, որոնք լավ կլիներ, որ լինեին, չկան։ Ես չեմ ուզում ներկայացնել իդեալական պատկեր, թե ամեն ինչ լավ է, բայց այն, որ դպրոցներում շարժ կա, այն, որ չկա երեխա, որը չի զգում այդ ստեղծագործականությունը, նորարարությունը իր մաշկի վրա, վստահ եմ, որ այդպիսի իրավիճակ չկա գեթ մի դպրոցում, բոլոր դպրոցներում այս շարժը կա, բայց արդյունքները ձեր ասած, որ երեխան նստի, սկսի ստեղծագործել, լինելու է մի քանի տարի հետո, երբ այս երեխաները այս ճանապարհը անցնեն, այս չափորոշչով սովորեն։ Մենք ասում ենք, որ այս երեխաները ավարտում են, պիտի ստեղծագործեն։ Դες երեխաները հիմա են ավարտում, բայց մինչև օրինակ այս տարի հիմնական դպրոցը ավարտող 9-րդ դասարանցիները 3 տարի արդեն նոր չափորոշչով են սովորել եւ որոշակի ճանապարհ անցել են, այո, այս ճանապարհով։ Ավագ դպրոցը ավարտողները վերջին շրջանավարտներն են, որոնք հին չափորոշչով են ավարտել։ Լավ, եթե խոսենք մրցույթի մասին, հա, այսինքն վերջին դասի հետ կապված, այ կա այս տարի ինչ-որ հատուկ խորագիր եւ ինչպես է որոշվում, թե որ դպրոցն է լավագույնը, եթե հաշվի առնենք անցյալ տարվա Եվ ով է արդյունքները։ որոշում։ Խորագիր այս տարի չունենք, ընտրությունը ազատ է, թողել ենք դպրոցներ իրենք որոշեն ինչ խորագրի ներքո, բայց հիմնական մեծ խորագիրը վերջին զանգի եւ վերջին դասի խորագիրն է։ Յուրաքանչյուր մարզի համար ձևավորվում է առանձին հանձնաժողով, որի կազմը այսպես հաստատուն է մարզպետարանի ներկայացուցիչ, նախարարության ներկայացուցիչ, մարզի որևէ մշակութային այսպես դերակատարում ունեցող գործիչի ենք ընդգրկում, մեր կրթության եւ նորարարությունների ազգային հիմնադրամը, որը դպրոցների հետ բավական մեծ ծավալի աշխատանք է անում, եւ մեր աշակերտական խորհրդի ներկայացուցիչները, յուրաքանչյուր մարզի եւ Երևան քաղաքի համար 5 հոգանոց հանձնաժողովներ են ձևավորվում, ժյուրի, որը գնահատում է տվյալ մարզից կամ քաղաքից, Երևան քաղաքից ստացված բոլոր հայտերը եւ յուրաքանչյուր մարզի եւ Երևան քաղաքի համար ընտրվելու է 2 հաղթող դպրոց, մեկը հիմնական դպրոց 9-րդ դասարանի շրջանավարտների համար, մեկը ավագ կամ միջնակարգ դպրոց 12-րդ դասարանի շրջանավարտների համար կազմակերպված վերջին Անցյալ տարվա հաղթողներին հիշում եք, ինչ էին արել, որ ձեզ ցնցել են օրինակ։ Ոնը մեկին, հա, որ Անցյալ տարվա առաջին տեղը զբաղեցնող դպրոցը Երևանի դպրոցներից մեկն էր, որը բեմադրել էր մեր հայ արքաներին, այսպես հետաքրքիր միջոցառում էին, մենք բավական լուսաբանել ենք, հետաքրքիր իհարկե էլի բնականաբար որոշակի ներդրում, կոստյումներ էին օգտագործվել եւ այլն, բայց իրենք համագործակցել էին թատրոնների հետ, վերցրել էին եւ այլն, այսինքն դպրոցների համագործակցության շրջանակն է ընդլայնվում, իսկ մենք շատ ուզում ենք, որ մեր երեխաները թատրոններ գնան, համերգներ գնան, այդ համագործակցությունը լավանա։ Ունենք նաև լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցից հաղթողներ, ովքեր շատ հետաքրքիր չլսող երեխաներ էին, բայց շատ հետաքրքիր միջոցառում են ներկայացրել։ Ընդհանրապես չլսող երեխաներն են ամենալավը։ Իրենց փորձը որ դա այդպես։ Այնպես որ կարծում եմ դպրոցները շարժվում են այս ուղղությամբ եւ իրենք բավական առնվազն մտածում են եւ ջանք են գործադրում, որպեսզի բնական լինի։ Նախարարությունում այդ ինչ որ ավանդույթ ձևավորելու մասին իսկապես մտածում են, որ օրինակ չէ, շատրվաններ մտնել, բոլորը փուչիկներ բաց թողեն այդ օրը, չգիտեմ։ Բայց գնում են հիմա նորից հրապարակում, ենթադրենք, որը կհամախմբի։ Գյումրիում լինելու է, ես հաստատ գիտեմ, որ ամսի 22-ին մեծ համերգ։ Սովորաբար համայնքները իրենք են կազմակերպում այդպիսի միջոցառումներ, հրապարակում վերջին տարիների նման բան չի լինում, բայց ես կուզեմ նաև խոսել անվտանգության մասին։ Մենք բոլորս գիտենք, որ վերջին զանգի օրերին ցավոք սրտի մենք միշտ ինչ-որ միջադեպեր ենք ունենում, երբեմն վատ ելքերով մեքենաների հետ կապված եւ այլն, այս ուղղությամբ էլ մենք կարծում եմ բավական առաջընթաց ունենք եւ ավելի խելամիտ են մոտենում։ Հիմա նույն շատրվանների հետ, եթե դուք խոսում եք ձեր ավարտելու տարիներին, այն ժամանակ շատրվաններում միգուցե
այդ էլեկտրականությունը ավելի քիչ էր, հիմա մեր շատրվանները երգում են, վտանգներ կան։ Այն ժամանակ էլ են երգում եւ այն ժամանակ ես հիշում եմ որ այդ մալուխները այնս ջրի տակ էր։ Այնուամենայնիվ ես կարծում եմ մենք մեր երեխաներին նաև պիտի սովորեցնենք քաղաքակիրթ շատրվաններ չմտնել գոր։ Եւ շատրվանները մտնելու համար չէ։ Դիտելու համար։ Համոզված եմ որ դուք ինձանից էլ ավելի լավ գիտեք որ աշխարհի ամենահայտնի համալսաներում եւ քոլեջներում միշտ ինչ որ տենց գժություններ անում են մարդիկ, չգիտեմ, Ստենֆորդում անում են, Քեմբրիջում անում են, Քեմբրիջում օրինակ ավանդույթ կա, այնտեղ մի կամուրջ կա, որտեղ որ ուսանողները պարտում են իրար ետևից գլուխը գլխին եւ բարձում են քանի ուսանող է տեղավորվում եւ ամեն տարի փորձում են այդ մրցույթը անել, երկու տարբերակ կա կամ բոլոր բարձրահասակներն են ընտրում որ ավելի քիչ լինի կամ բոլոր ցածրահասակներին եւ դա ծիծաղելու ինչ որ գեղեցիկ ավանդույթ է, որ երեխաները լիցքաթափվում են եւ բոլորը հաճույք են ստանում։ Հիմա ուզում ասեմ, որ մենք մի ավանդույթ բերենք։ Իհարկե, բայց դա 15-րդ դարից եկել է եւ մարդիկ ուրախանում են։ Բայց դա ամբողջ Միացյալ Նահանգներով չի արվում, չէ՞, Ստենֆորդում է արվում։ Այո, Ստենֆորդ ես դա եմ ասում։ Դե դուք հենց պատասխանը տալիս եք, որևէ մեկը չի խանգարում, որ որևէ համայնքում դպրոցները միանան։ Իհարկե, ուղղակի ես կարծում եմ, որ այստեղ մի որովհետեւ կարծես թե մեզ մոտ էր տպավորություն, որ ամեն բան սահմանափակված է, այդ օրը եւ երեխաները ամբողջ տարին չեմ ասում էլ 9 տարի սպասում են այդ ավարտական օրվան, կարծես թե մի փոքր սահմանափակումները շատ են, միգուցե դպրոցներն էլ են շատ ավելի այսպես փորձում խիստ մոտենալ եւ կարծես իսկապես դա դարձել էր դաս, որը կարելի է ուղղակի ցտեսություն ասել դասարանի շրջանակներում, այլ ոչ թե որ ամբողջ տարին պատրաստվում էին բեմում ինչպես պետք է ելույթ ունենալ։ Այսինքն հնարավոր է նորից ունենալ բեմում շատ գեղեցիկ ցուցադրություն, թատերական ներկայացում, մշակութային երեկո, շնորհակալություն ասել ուսուցիչներին, այո, անիմաստ փողերի ծախսերի մասին։ Ես ասեմ, որ ամենալավ գաղափարները ամենաթանկ գաղափարները չեն եւ դա դրա հետ կապ չունի։ Այո։ Բացարձակ։ Եվ արդից օգտվենք նաեւ խոսենք 4-րդ դասարանցիների քննական շրջանի հետ կապված, որը շատ շուտով պիտի տեղի ունենա։ Այ կարծես թե ուրբաթօրե գիտելիքների ստուգում է եւ այլևս քննություն չէ։ Սա ինչ է իրենից ենթադրում եւ կարծես թե ծնողները մի փոքր անհանգստացած են, չի գնահատվելու, բայց միևնույն ժամանակ սա նաեւ ստուգում է գիտելիքները։ Այ խոսենք մի փոքր այս մասին։ Մենք տարական դպրոցում առհասարակ միավորային գնահատում անել ենք, որովհետև ունենք խորը համոզմունք, որ երեխաներին գնահատականներով չէ, որ պիտի մոտիվացնենք ավելի լավ սովորել։ Եվ նախկինում մենք ունեինք գիտելիքների ստուգման գործընթաց տարական դպրոցի ավարտին, մենք այս տարի արդեն նախորդ տարիներին Տավուշում ենք փորձարկել, այս տարի հանրապետության բոլոր դպրոցներում այդ գործընթացը չի լինելու։ Բայց մենք որպես լիազոր մարմին պիտի հասկանանք, թե այն աշխատանքները, որոնք իրականացվել են տարական դպրոցում, որքանով են արդյունավետ եղել։ Եվ այդ նպատակով 4-րդ դասարանցիների հետ կազմակերպվում է արտաքին ստուգում ընդհանրապես, որը որևէ ազդեցություն չի ունենալու երեխայի վրա, մեզ համար ընդհանուր առմամբ։ Եթե գնահատական չունեն, ինչի մասին է խոսքը вообще, ինչ են մարդիկ լարվել ուզում հասկանամ։ Չէ, սա նորություն է գոր, սա այս տարի առաջին անգամ է, չէ՞, որևէ լարվելու առիթ չկա, որևէ երեխայի վրա դա ազդեցություն չի ունենալու, մենք ընդհանրապես համակարգի գնահատում ենք անում։ Շատ լավ է, որ չեն գնահատում երեխայի, սա հիանալի է։ Եթե ունենա այդպիսի հնարավորություն կգնա առաջի դասարան, պատկերացնում եք։ Ոչ մի գնահատականներ չես ստանում։ 9-րդ դասարան կարող ես վերջում ինչ-որ։ Բայց վդութագրիչներ կան գոր։ Որով երեխային ներկայացնում է, թե ինչն է իր մոտ լավ ստացվում, ինչի վրա պիտի աշխատի։ Բայց իսկապես է հիանալի է, ես շատ հիացած էի այս փաստով, որովհետև գնահատականները փաստիցս ցույց են տալիս, որ մեծանում ես եւ տեսնում ես քո դասարանցի մեկին, որ հիանալի սովորում էր, բայց նա այնտեղ չէ, որտեղ կարող էր լինել եւ գնահատականների պատճառով շատ ու շատ աշակերտներ կոտրվում են։ Դրա մասին մտածելն էլ է անիմաստ, էլի, որ տարիներ անց մտածում ես, վայ, այս մարդը 3-ներ է ստանում, հիմա միլիոնատեր է, ես 5 է ստանում։ Իսկ հիմա այլևս չես մտածի դրա մասին, գոր 5 ստանաս, 3 ստանաս կարող ես միլիոնատեր լինել։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, մենք անցնենք առաջ եւ երաժշտություն Շանթի եթերում։ Երաժշտություն Շանթի եթերում եւ եւս մեկ անգամ հորդորում ենք բոլոր ծնողներին եւ աշակերտներին։ Շատ ավելի լավ է, երբ որ դուք ինքներդ եք ստեղծագործում։ Ստեղծագործեք։ Այո, եթե ձեր երեխաները այդքան չեն ուզում ստեղծագործել, միացեք ձեր երեխաներին օգնել։ Կամ առաջի դասարանից պատրաստեք այդ հիանալի երկու օրին, որը որ մեկը կլինի 9-րդ դասարանի վերջում, մեկը 12-րդ դասարանի վերջում։ Երաժշտություն Շանթի եթերում։